Գնացինք։ Կոֆե խմողներ հավաքվեք։ Կոֆեասերներ եկեք։ Ովքեր են սիրում առավոտ շուտ վայելել մեկ բաժակ կոֆեն լռության խաղաղության մեջ։ Ես միշտ ասում եմ, չէ, որ առավոտ շուտ արթնանում ենք, շատ շուտ նայում եմ, առավոտ շուտ արթնանում եմ, շատ շուտ նայում եմ կողքերս, ինձ թվում է, որ մի հատ խաղաղ երկրում եմ ապրում, որտեղ իշխում է սերը, համերաշխությունը, օրն էլ բարի թող բացվի, բոլորիդ ասեմ բարի լույս, սիրելի հետևորդներ, ինչ ասեմ, նախատոնական տրամադրություն է, բոլորս էլ պատրաստում ենք, բայց դե եղանակը չգիտեմ ինչի տխուր է, ողջ գիշեր անձրև է եկել։ Ես էլ մտածեցի լավա, տաքոր կլինի, մերին ուզում էր, որ գնայինք հողամասի այդ տարածքները, տեսնեմ ոնց կլինի, միգուցե արևը դուրս գա, եղանակը միշտ էլ փոփոխական է, փոխվում է անդադ, կարող է մի ժամ հետո բացի, արև լինի, տաք լինի, մենք էլ գնանք, այս զատիկի օտիկ մոտիկներն էլ տեսեք, լավ ավաճ չի, իրենք արդեն ծլեր, սիրունացել են, շատ լավ է եղել, և վաղը արդեն կներկենք ձուն, սիրելի հետևորդներ, վլոգ տեղադրել եմ, հետ իշքան էիք վախեցել, ներողություն եմ խնդրում ձեզ վախեցնելու համար, բայց մի վախեցեք սիրելի հետևորդներ, ես գիտեմ ինչ եմ անում, բայց ուրեմն 3 վլոգը տեղադրել եմ, հետի վրա որ խողովակ կար, անցա, այդ վլոգը տեղադրեցի ու մի քիչ հետո մեկ էլ տեսնեմ քուրիկս զանգել է, ոչ ինձ բարև, ոչ քեզ բարլուս, ու մի անգամից տենց ձայնը վախեցած տոնով, տենց ես քեզ տես ինչ եմ անելու, ասեմ ինչ ա էլ, ինչ եմ արել, ինչ ա, բա որ ընկներ գետը, բա որ գլուխդ բտտվեր, ես չկարողացա այդ վլոգը նայ, ասում եմ լավ թեթև տար ինձ, նոր դիտես, նոր ես ճանաչում, չէ, փորձանքը մի անգամ է գալի, բայց ճիշտ է ասում, փորձանքը մի անգամ է գալիս, եթե ես իմանամ, որ ես իրոք չեմ կարող այդ անցնել, գլուխս կպտտվի, ես իմ կյանքը չեմ վտանգի ու փորձության չեմ ենթարկի ինձ, նույնն էլ ծնեպեք հավաքելուց, եմ որ գիտեմ, ես զգում եմ, որ այդ տարածքում արջը չկա, ներկա պահին արջ չկա, դրա համար տենց գնում ենք, ես զգում եմ վտանգի այդ ձայնը սիրելի հետևորդներ, այնպես որ շատ ուրախ եմ մի կողմից, որ այդքան մտածում եք իմ մասին, այդքան շատ սիրում եք, այո, ու մեկն էլ գրել էր նազ, հետևորդների դու կկորցնես, այսինքն, որ ես էլ չեմ լինի, իմ հետևորդները ինձ չեն նայ, ճիշտ էր ասում, չնայած Աշոտը էջը կվերցի, ամեն օր ասում եմ, մամա էջը գողանամ, մամա էջը գողանամ, վայել եմ կոֆեն, նստեմ այն անկյունի վրա այս, դանդաղ կամոց խմեմ, այսօր բայց մի պահ արև արեց, պետք է իջնեմ այդ գետի մոտ, մի երկու բանման կա հավաքելու, որ զատիկի սեղանը գեղեցկացնեմ, լնայեք, ինչ լավն են, չէ, սիրելի հետևորդներ, շատ սիրուն է, ինքը թեկուզ չի ծաղկել, բայց դե գեղեցիկ բույս է, սա իմ պատվերների տետրն է, այստեղ գեղեցիկ փաթեթավորում նազելի նազ և մայրամա խոտը, այսպես է, հետս պետք է տանեմ, բնեմ այստեղ, խմենք, թրջուններն են մենակ ուրախ
դայլայլում, չէ, հենց բացեց գործից եկա կգնանք Աստված ջան, եղանակը թող բացի էլի։ Մերիս ուզում է գնանք հողամաս։ Չնայած որ բացեց ինչ աշխատել չի լինի, բայց դե ինչու չէ կլինի, ելակների մարկերը խոնավացած կլինի, Աշոտային անգամ մի քանիսը տենց մեջերը առուն էլ բացել, մաքրել էր, էլի մի քանիսը մնացել է, այդ կանի ծառերի տեղ պետք է փորենք, որ պետք է դեղցի տնկիներ գնենք, մի հատ լավ դեղցի սորտեր վերցնենք, տեսնես որտեղ կլինի։ Այն մի տարի էլ ուշացանք, այդ տատիկի մոտ չկար, արդեն տարել էին, բայց այդ երկու հատը բերեցի, էլի գոհ եմ, շատ լավ սորտեր բերք տվեց։ Կատնահունց պետք է թխենք, վաղը պետք է թխեմ, վաղը երիկուն, շաբաթ երիկուն կատնահունցը կթխեմ։ Այնքան լավ է, որ տրանսպորտով եմ գնում, արթնանում եմ, պակաս պռատ գործեր անում եմ, մաքրում, կարգում եմ, նոր գնում եմ։ Ղիղճս հանգիստ եմ, որ մտածում եմ դուռը բացեմ, մտնեմ տուն, գործ չկա անելու, իհարկե այնա մեր տանն է, պակաս այն որը չեմ հասցրել արել կանի, ուտելիք չգիտեմ, ինչ կպատրաստեն, ինչ կուտեն, ինչ նախաճաշ կանեն, իրենք քուր ախպեր գիտեն, ինչ կուտեն, ինչ չեն ուտի, նոր ճաշը, ընթրիքը ես կպատրաստեմ։ Երեք են սունկը, դե գիտեք Աշոտը սունկ չի սիրում ուտել, բայց հավաքելու համար խելքը գնում է։ Երեք սունկը մերին կերավ, Լիլիթն չկերավ, մերին է շատ սիրում, շատ հոմով սունկեր, չեք պատկերացնի ինչ համեղ էր։ Դե լավ խմեցի, դուք էլ ինձ հետ խմեցիք, մի լավ զրուցեցինք, բայց դե զրուցելու ենքան թեմաներ կա, օրինակ ինչ թեմաներով կուզեք խոսեմ ձեզ հետ, մեկ գրմեք նար ջան, ենքան հաճելի է, որ առավոտը դու ինչ-որ մի թեմայի շուրջ խոսում ես իսկական մեր սրտից, մեր հոգուց, մեկ խոսում եմ հավեսա, ինչու չէ նաև այնքան հետևորդուհիներ են ինձ զանգում, ու ես մեծ սիրով պատասխանում եմ նրանց հարցերին, նրանց հետ խոսում եմ, ասում եմ, ու Աշոտը մեկ կատակով ասում է, այ կնիկումը ինչքան հոգս, մտածմունք, ինչ կա զանգում քեզ են ասում, հոգեբան ես, ինչ ես, ասում եմ դե Աշոտ ջան, մարդ են, նեղվում են, չգիտեմ, բոլորս էլ նեղվում ենք, ուզում ենք ինչ-որ մի տեղ ասել, խոսել, կիսվել, թեթևանալ, բայց գիտեք ինչ սիրելի հետևորդներ, ամեն մի տեղ չէ որ կարելի է խոսել, ամեն մեկի մոտ չէ որ կարելի է խոսել, գիտեք ինչու, ես շատ անգամ ականատես եմ եղել նման դեպքերի, շատ անգամ ականատես եմ եղել նման դեպքերի, երբ խոսքի ես էլ եմ ներկա եղել, մոտիկ ընկերուհիներ են, իրար տեսնում են, խոսում են, վայ, եսի սենց բողոքում է, նեղվում է ինչ-որ մի հարցից, ու պատմում է իր ընկերուհուն, սենց, վայ, տենց, բողոքում, նեղվում է, իր այդ սրտի միջի եղածը թափում է, իր այդ միջի եղածը ուզում է դուրս հանել, ինչ-որ մեկի հետ ասել, նեղությունը որ ծրվի, բայց հենց ոտքը քաշում է, քանի անգամ ես ականատես եմ եղել, ում որ ասում, կիսվում, բողոքում էր, նույն մարդը հետևից ուրախանում է, ծիծաղում է, ինչ-որ մի տենց բաներ է ասում, ու ես ինքս ինձ մտածում եմ, ասում եմ, տեսնում եք, չէ, ինչքան վատ է,
մարդ ինչքան վատ բնավորություն ունի, որ կարող է առաջը մոտը հրահրել նույնիսկ մեր լեզվով ասած շիրատալ, ավելի տենց չարություն առաջացնի տվյալ մարդու հանդեպ ու երբ որ այդ անձնավորությունը հեռանում է, ասում է հետևից խոսել, ծիծաղել եւ նույնիսկ լսել եմ ասում է այս գիժը ով է։ Մենք ինքս ինձ մտածել եմ, մարդիկ ինչքան բան են, չէ՞։ Շատ այնքան մարդիկ են, այնքան աղջիկներ են իմ մոտ խոսացել, նեղվել, կիսվել, բոլորս էլ ընտանիք ենք, ունենք հոգսեր, խնդիրներ, բայց երբեք ես չեմ ասել, լսի, գնա էսի սենց արա, գնա հետը կամ չխոսած, դու էլ իրան պատասխանի, դու էլ իրան ասա առհամարի, ոչ, նման բան ես երբեք չեմ ասել եմ կյանքա պատահում է, ինչ անես, եթե մեծ են, դու էլ ես մեծանալու, դու էլ կմեծանաս, էտա, փորձիր հաշտության լեզու, հաշտության ելքեր փնտրել, լեզու գտնել, մի օր լավ, մի օր վատ, ու ասում եմ, ամեն ինչը մի կողմանի չի լինում, ամեն ինչը երկու կողմից է լինում, իզուր չէ ժողովրդական ասացված կա չէ, ասում են մեկը պետք է զանգակ լինի, մյուսը բամբակ, եթե երկուսն էլ զանգակ են լինում, ապա բամբակի գործը շատ դժվար է լինում, այնպես որ պետք է զիջող լինենք, ներող լինենք, այնքան մարդիկ են ինձ ցավեցրել, այնքան մարդիկ են ինձ վիրավորել, բայց ես միշտ տենց չարությամբ չեմ լցվել ոչ ոքի հանդեպ, ու չեմ էլ լցվի, ես ասում եմ, ես ով եմ, որ դատեմ, ես ով եմ, որ ինչ-որ բան ասեմ, իրենք այդպես են հարմար գտնում, թող այդպես էլ անեն, ու ինձ ոչ խանգարում են, ոչ վնասում են, և մի բան էլ կա, ամենալավ զենքը դա արհամարանքն է, արհամարիր անցիր, հետո իրենք կփոշմանեն, կզղջան, շատ անգամ եղել են նման դեպքեր, շատ անգամներ, էտա, ես չեմ սիրում, ես միշտ էլ ովքեր ինձ մոտ կիսվել, նեղվել են, ես միշտ լավ խորհուրդներ եմ տվել, լավ բաներ եմ ասել ու ասում եմ ոչ ոք բողոքում ես, ոչ ոք իրա լավը չի բերի տա քեզ, ոչ ոքի մոտ էլ կյանքը հալած թափած յուղի պես չի գնում, բոլորն էլ ունեն դժվարություններ, ուղղակի դուք ձեզ միշտ բարձր պահեք, վստահ պահեք, պետք չի այստեղ այնտեղ բողոքել, ասել, դա հենց ի վնաս ձեզ է, մարդիկ ձեր թույլ կողմը գտնում են, կարող են ձեզ անդադ այդ թույլ կողմից խոցել, ձեզ վիրավորել, ինչու՞ չէ նաև շատ հաճախ ինչ որ բազմության մեջ խոսքերով ձեզ կծել, նեղացնել, այնպես որ ձեր հոգսը հանձնեք Աստծուն, դուք ինքներդ ձեզ ձեր մեջ քննադատեք, ձեր երեխաների հետ քննեք, վերլուծեք ու կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի, սա էլ մի փոքրիկ զրույց, առավոտ շուտ, սիրելի հետևորդներ, բարի խորհուրդ, ուզում եք ընդունել, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, դուք էլ շատ բաներ ասում եք, խորհուրդներ, ես ընդունում եմ, հուսամ, որ վատ բան չասեցի, այո, ու շատ հաճախ ես նաև տեսել եմ, որ հրահրել են ու արկել են տվյալ անձնավորությանը տուն ու կռիվն ընկել է գյուղացի Համբոյի տունը, կռվում են, վիճում են, չի կարելի կրակի վրա բենզին լցնել, թեժացնել, չի կարելի, պետք է մարել կրակը, բոցը, որ էլ երբեք վեճեր չլինեն, ես չեմ սիրում, ես միշտ էլ ովքեր ինձ մոտ կիսվել, նեղվել են, ես միշտ լավ խորհուրդներ եմ տվել, լավ բաներ եմ ասել ու ասում եմ, ոչ ոք բողոքում ես, ոչ ոք իրա լավը չի բերի տա քեզ, ոչ ոքի մոտ էլ կյանքը հալած թափած յուղի պես չի գնում, բոլորն էլ ունեն դժվարություններ, ուղղակի դուք ձեզ միշտ բարձր պահեք, վստահ պահեք, պետք չի այստեղ այնտեղ բողոքել, ասել, կռվում են, վիճում են, չի կարելի կրակի վրա բենզին լցնել, թեժացնել, չի կարելի, այլ պետք է
հաշտության, այլ պետք է մարել կրակը, այն բոցը, որ էլ երբեք վեճեր չլինեն։ Մարդիկ կարող են նայել ու ասել, վայ, նա ուրախ, հավեսի, դու գիտեք իմ կյանքում դժվարություններ չեն եղել, եղել են, շատ են եղել, համբերատար, սիրով, ամեն ինչը տարել եմ, ներել եմ ու հիմա էլ խիղճս հանգիստ, հոգիս խաղաղ ապրում եմ։ Եվ այդ ուրախության գաղտնիքներից մեկն էլ դա է, որ մարդու հոգին խաղաղ է, սիրելի հետևորդներ, հոգիդ խաղաղ է, դու ուրախ ես, կապ չունի սենց ինչ որ դղյակներ ունենաս, շքեղ մեքենաներ, որ մարդու հոգին խիղճը խաղաղ է, ամեն ինչ արժի։ Այնպես որ սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, բարին ընձես, ես էլ գնամ աշխատանքի, կհանդիպենք, երբ որ աշխատանքից վերադառնամ։ Սիրելի հետևորդներ, աշխատանքից արդեն վերադարձել եմ, որ ուշ ժամը, որ մինչև գնանք հասնենք հողամաս, չնայած էլի 15 րոպե, 10 րոպե է հողամաս գնալը, այն որ չենք ուզում գնալ հողամաս, Աշոտի հետ ենք, Աշոտը իրա գործերով, ես էլ այստեղ մեկ ամպա, մեկ արևա, լավ է որ ամպա, այն ճանճերը չկան, որ մեր երեսը ցվրեն տենց։ Ես էլ եկա ասի ավելի լավ է դուրս գամ, դրսում մի քիչ ես կանաչների մեջ, դաղց, եղինչ հավաքենք ու տեսնենք ինչ ենք անում, մի բաժակ էլ Աշոտիս հետ կոֆե խմենք, գնանք տուն, մաքուրոտ։ Մերին դե մնաց, ասեց Լիվամ ջան, տները մի քիչ մաքրեմ, դասավորեմ, ես էլ ասի լավ, դուք մնացեք երկու քույր տանը, ես ու Աշոտն էլ, ես էլ իմ տղայի հետ կգնամ դուրս։ Ինքան հաճելի է այս գետի մոտ, մանավանդ որ ոչ մի բան չունես անելու, շտապելու։ Իհարկե դե պատրաստված եկել եմ, միշտ էլ իմ պայուսակի մեջ կա ձեռնոց, դանակ, գոգնոց, այսունկած գոգնոց եմ սարքել, էլի։ Մոտս ամեն ինչ էլ կա։ Տեսնեմ ինչ հավաքեմ, միգուցե այս բարձունքը հլնեմ մի քիչ խառը բանջար հավաքեմ, հետո իջնեմ, գանք այստեղ, նստենք Աշոտի հետ կոֆե խմենք, մի քիչ էլ դաղց խաղենք, տեսնենք։ Դե տեսարանը հիասքանչ է, սիրուն, այս սարը հիմա մեր այս դիմացի սարը, այն մասերս ողորմակ օդը սեպոն դուրս է եկել, որովհետև են որ մայրամախոտ էինք հավաքում, Աշոտը արդեն փոքր տենց քաղել էր ու եղած կլինի, այսպես մարդ էլ չկա հիմա, ուրիշ ժամանակ մեկը գալիս անցնում է, գնում է բանջարի, մեկը լիներ գար, կմիանայի հետը կգնայի բանջարի, բայց դե անպաց է, մի հատ նայեք է, մթնտած, մեկ է տեսար, անձրևը բռնեց, արփան կատաղել է, տեսեք արդեն վարարում է ու ավելի է շատանալու, ջուրը դուրս է գալիս, հասնում է մինչև են ծառերի բները։ Մենակ կբարձրանամ։ Հով եղանակին ավելի լավ ես կարողանում քայլել, ման գալ, հավաքել, բադամը։ Դե ինչ, ես էլ կուղևորվեմ, մենակ կգնամ, բայց դե ես թվում է հեսա կգա Աշը։ Ես իմ գոգնոցը կապեմ,
Ինչ ասես կա պայրսակիս մեջ։ Նույնիսկ չազվեն ենք բերել տան, բայց սա պետք է դաշտի անեմ, տան համար նորը վերցնեմ։ Դանակ, ենքան է դանակ ունեմ, 2 հատ, սա կապեմ, ահա, ու ես զորը գնամ, ես սենց, գնամ ես զորը, առը բանջար հավաքեմ գամ, վերջ, բայց դարդը, ես էլ պետք է շալակեմ, մենակ զնգզոնգոց չելնի, քաղելուց, և գնացի, ինձ ասեք հաջողություն, ու գնացի 2 դանակով, տեսնեք, բարբարիսի ծառերն է սկսեցին բողբոջել, Արև չհլնես, հենց հլնում ես ճանջերը գալիս են, այսս դրանք լավ ուլեականներ կան, քաղեմ, այրամախոտ էլ կարամ քաղեմ, արևը հելավ, ասա մտի տեղդ, հենց հլնում դեմդ բան չի երևում, աշկետ ծակում, Ադուվանչիկները, խատուտիկներն են բացվում, շուտով կսկսեմ խատուտիկ հավաքել, չորացնել, թեյի համար, վաճառքի համար, այնպես որ կարող եք նախապես ինձ գրել, պատվիրել, էլի մենակ եմ, էսա քուրս կզանգի էլի, վլոգը տեղադրեմ, կզանգի, Գոհար ջան, մի մտածի, մի վախեցի, դաշտ գնացողը պետք է կամաց գնա, նայի, բայց որ սնկի ես գնում, պետք է արագ գնաս, արագ, փոքր եմ, բայց լավն են, իմ դուրը գալիս է այս բանջարը, մի անգամ ով էր, հետևորդույց նկարել ուղարկել էին, Նաշ ջան, ես ինչ բանջար է, նայեք նույնն է, ուտելու բանջար, մեզ մոտ ուլիական չեն ասում, ձեզ մոտ չգիտեմ ինչ, որ պոչից եմ տանում, անավանդ շատ եմ տիրա, այստեղ Զատիկա, տեսնում եք, չէ, մի մարդ չկա, որ գա Զատիկի համար բանջար տանի, ուր են է ժողովուրդը, ինչի են կորել, ինչի չեն գալի, ասա եկեք, քաղեք, տարեք, թե նախընտրում եք գնաք առնեք, հետ էլ կա, դել է տարբերակ, ահա մեզ մոտ ամենուր եք սիբեխա, այսօր մամա զանգել է, ասում է սիբեխը 3000 են, որ հանձնում են բիրիքը, որ տանում ու վերավաճառում են, պարզա մի 4000 կասեին,
Դե ես է կքաղ։ Եկեք ինձ հետ սիբե խավաքեք։ Եկեք ինձ հետ սիբե խավաքեք, գրում եք նազ, բանջար եմ ուզում, բանջար կամ հավաքեմ, եկեք, դուք եկաք ես ասինի հետ, հա, սիրելի հետևորդն է, խալ որ ու կա եղել, մի երկու ճուղել սրանից հանենք, լրի, որ լինի խորը բանջար, համեմի նմանա, աղեցի և իչա սարից, գոհ եմ շնորհակալ եմ, իջնեմ մի բաժակ կոֆե էլ Աշոտիս հետ խմենք ու գնանք տուն։ Իջա, Աշոտը գետի ափա, երևի ճյուղերն է պատրաստում, որ գնանք կոֆեն խմենք։ Բայց հով եղանակը չեք պատկերացնի ինչքան հանգիստ է դաշտի համար։ Այն որ հով լինի, անձրև չգա, չես հոգնում, անդադ կքաղես, հա, անդադ կուզենաս քաղես, բայց որ արևա, ճանջերը միանից, արևը տալիս է գլխի, գժվում ես, շաշանում ես, թուլանում ես, հովին հաճույքա, սենց հեսա իջնեմ ստեղ են Աշոտ, ինչ էլ էդ քանի օրվան այս կանաչը փչեց, այստեղ էլի մարդիկ են գալիս, օջախ կա, խորոված են անում, կոֆե են խմում, հանգիստ հավեսին տեղը։ Իշքան աշատաց է, չէ Աշոտ, ասում եմ իշքան աշատաց է գետը, հասել է արդեն օջախին, հավեսա, հանգիստ, Պետերն ես կոտրում, չեկա ավաշ, չեկա, հա, անես խպի վրը տեպ, Պունչիկը, մամայի պունչիկը, ուր ես ինչ կուրտուրական դաշտ ես եկես, սունկով, մունկով, դու մի Աշոտ են ուռի ծառի են կոքը են ինչա? Ինչա, սունկա։ Ես սունկա, չէ? Նոր ես տենում։ Նոր եմ տենում ես, նոր եմ բացահայտում աշխարհը։ Այդ է սիրուն տեղը, այդ է անենք։ Մայրամախոտ քաղեցի, Աշոտ ջան։ Հե? Մայրամախոտ։ Սի որտե դնենք։ Այստեղ։ Ստե։ Միտեղ օջախ կան, ընդե օջախ խարած տեղ կա։ Ընդի թաց է սախ։ Աշ մի հատ կքանդես ես։ Գնա քեզ գոգնած կարի։ Հա, պիտի գնամ կարեմ։ Սենց չի լինի, շուքը, հա, բայց Աշոտ։ Այդ քեզ թվում է։ Շուքը։ Սիրելի հետևորդներ, ահա որ շուքը։ Կանիլը տենանք ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Կոֆե ենք խմում։ Նոր օջախ ենք սարքում։ Հա, բանը գործ չունենք։ Նոր օջախ։ Դանակ կար այդ փորեր, Այստեղ հազարատ պռով։ Մուցկի, ամբողջը իմ մոտ է։ Սա ջուր։ Սա տան սրճեփը, որ հեսա սևանալու է, մահանա կլինի, նորը կվերցնեմ կոֆեն, բաժակները, որ Աշոտի գալուց շատ էի գնել, մնացել էր։
Էլի մոտս կոֆե կա, էլի դանակ կա, 500 դրամ է կոպեկ կա։ Էդ իմն է։ Իա, ես եմ դրե ոնց է քոնը։ Կվերցեմ ինձ։ Ինչի։ 500 դրամի կոֆե դիր։ Գնամ։ Ապարատով է, 500 դրամանոց Լավ կցեմ։ կն։ Մնաց կպցնենք։ Արա այս ճանջերը եկան էլի։ Հես ածուխը կդնես։ Դու լեսի։ Չեն գա։ Ինձ կնստեին օթորներ քոր։ Աթոր չէ։ Ինչի թուղթ Լիժան չենք կաններ մարդ պարկետ դնում, թուղթ ինչա որ չենք դնում, որ կպնի։ Թող բամիլից։ Բարակ մարակ։ Դրանք թացա, սպասի։ Չոր էր։ Սպասի։ Մենք ինչքան գան կոֆե խմենք, պիտի բան ելնի, չէ։ Անձրև է կացած ելնի, ան։ Գալիս է։ Չէ, գիշերն է, եկել թրջել է։ Ան, էսրանք դիկտակը։ Դեք ես տենանք։ Տակից վարի։ Հույսեր կա։ Ոնց որ։ Այդ ղամիշի տերևներն է կպնում։ Կպելա։ Դե ասա մերի գայք, սիրուն, չէ։ Հավեսին։ Նամուր են արա դրանք։ Չեն սիրում էլի, մեր սիրում է մնան տունը։ Դեր ջազվետ։ Ոյ։ Մի խեղտի չհանգնի։ Կասեն իմա ինչ են անուս։ Ինչ պիտի Ասա ամ։ գնացեք տունը հանգիստ կոֆե խմեք։ Խեղտիր մամայիդ։ Ան։ Պահի։ Քյորացա։ Են երկու գտալա, դելից։ Հա, լից։ Աջուր խմեմ։ Բարես ոնց եմ բլակիրով կարեն։ Ֆոլգանը նենց ես ձգե։ Կարաս մամայիդ նստարան բերես, օրինակ են քարը բեր դիր ստե նստեմ։ Այդ ֆոլգան դիր թող, Անի։ թող ես Մեջ անդար կոֆե կա։ Ան։ Դնենք սունկան ստե տեղից կեղտոտել են, ամեն մեկը որ իրանց խմածը գցի ստե։ Ես կոֆեն կլնի խմել, սիրելի հետևորդներ։ Շատ դրիր է, օշոտ։ Այն դե դիր։ Հա, գիտես ինչ ծանր է ազիվ եմ Հա։ բերել։ Թոպահեմ։ Դիրս քարի վրա։ Որս ջազվետեսի չէ լավ։ Ոյ, Կոֆեի բանը մահանայա էլի նորը կվերցնեմ։ Սևացավ, չէ, պոչը չվառես։ Էսյանի վրա է լավ աշոտ, այդ է։ Չի հանի, Չէ։ փետ բերեմ։
Հույսեր կա Աշոտ։ Պրոստը ծխի հոտ ա գալի։ Գրից է սա։ Կեթան կլողոնանք։ Հլը։ Հույսեր կա, բայց հլը մեր ջազվան ինչ եղավ։ Այ ջան։ Վերջ, միացյալ ուժերով։ Ստակա լցել ենք բաժակը թալի։ Շուր չգա, մենակ։ Չես խմի դու։ Ինչի, այլը որ կրակն է թողման լինի, որ մոծակները գնան։ Դիրըտ է կտան է։ Ինչ ես անում։ Դավա չես տանում գետը։ Վաղ կտանենք շփենք, ոչի։ Կոֆեն չթոփես։ Ոյ ապրեստու։ Հորին չէ։ Այս ինչ լավ նստա։ Հլեկավյատ նստեմ չին գնեմ։ Հա։ Այս ինչ ստեղ, բակես։ Հա։ Կարաս կծվես գետը։ Ինչի։ Այս գետը անցնես քեզի կես միլիոն փող եմ տալի։ Ինձ պետք չի։ Հաստատ։ Ես գետը անցնեմ ինձ կես միլիոն փող տաս։ Ոչ գետը, ոչ է փողը։ Նայ դու գիտես։ Դուր։ Ինչ ալնում որ։ Ինչ է տոքո։ Տալ կռոք եփակ բա։ Հավեսա, չէ, ստես ջրի ձենը։ Մարդկա չի կարում ես ջրի ձենը տանի։ Օրինակ ես նստում եմ ներվերս հանգստանում եմ։ Ուլեն հանգիստ վատ։ Շատ հաճելի է։ Այսօր գործ անելուց չէր, բայց չնայած մայրամախոտ եմ քաղել մի քիչ բանջար։ Հեսա դաղցեկը քաղենք։ Քաղեն։ Ով։ Լիքն է տղա։ Լիքն է։ Կքաղենք մի քիչ եղինջ։ Խմեցինք։ Տանենք տուն, բեր։ Բեր։ Դիրը տեր է։ Բնությունը չի կարելի աղտոտել։ Կայնի սրանք հավաք են, Աշոտ ջան։ Կանեսի դիր վրատ, Աշոտ մի հատ տոպրակ տեսկա տուր։ Ինչ տոպրակ։ Ցելոֆան։ Չէ։ Այս բաները որ դնենք, ջազվա։ Էդ եմ նայում չկա։ Մազվաները։ Չկա տուր տենց դնեմ։ Ո՞ս տոպրակ չբերինք։ Եղինչ քաղեինք։ Կարող է լինի մոտդ։ Բեր։ Բա ձկան փետս որտե դնեմ։ Հա։ Բեր ենե դիր։ Հա կդնես սունկետ։ Ինչ է։ Ձկան փետը։ Երևա։ Հայրևը թոյրևա, քեզով կարա բան ասի։ Հեչ։ Այսօր գնամ քանդեմ, մի հատ ինձ գոկնոց կարեմ, չնայած գոկնոցները պատվալն են։ Բանման չենք մոռացել, դուք էլ չմոռանաք, բաժանորդագրվեք ու լայքեք, ու մի բան եմ ասում, որ ով գնում եք ինչ-որ բնության գիրք, մի գետի ափ, դաշտ, որ կոֆե եք դնում, խմում, հաց եք ուտում, ձեր հետևից պլաստիկ է շշերը, ձեր բաժակները, ամեն ինչը հավաքեք, թող տարածքը մաքուր լինի, պահպանեք բնությունը, սիրեք բնությունը, եւ իզուր չէ, իմ պայուսակի վրա գրված է մարդիկ առանց պլաստիկի, գնացինք, տեսենց ենք հլնում, Կարաս, Աշոտ, բրնի մի բրնի, ախես իչա որ մամա չկարա, Արի 4 քաշող ես, էլի։ Հա? 4 քաշող ես։ Արի Էդ ինչա որ չհելնեմ այ տղա ջան Այ
Մլակները արի գնանք դաղց հավաքենք, զատիկ է զուն դաղցով շատ համով է։ Բայց ասա այսօր հավես էր, որ գործարինք, աշոտ, հողամասի գործերը մնում է բայց։ Ցեխա։ Հա, ես տարի ես ինչ հետա տարին։ Շատ հետա, այս էլ դաղցի տեղը։ Ավելի կանանչ, ավելի լավ, օրեկան 1000 մարդ է գալի։ Աշոտ ասես նոր էլի եկե հավաքում էին։ Հիմա լավ է։ Էդյանը չի, մամքելեյանը տեղ կա լավ։ Որդ է։ Քայլի տենց։ Լավ մեծացել է, ներևում է։ Քել, հանդինը չես տեսե դու։ Լենայ։ Ինչ լավ է։ Դրանք պուճուր են։ Ես պուճուր է։ Արի, հա։ Հա։ Տենամ տղեսուր է տանում ինձ։ Ստեկա։ Որտեղ։ Առաջացի գնա։ Ստերանք է կա։ Հո։ Ստեղ է լավերը կա։ Ես շատ եմ սիրում ձվի հետ։ Вообще ճաշերի հետ էլ եմ ուտում։ Էդի թաքնված տեղեր քո դաղցերի տեղը։ Ստե։ Ցանցի։ Ծնդերը։ Հա, սոս դիշտե։ Նիշլովն է։ Տենիս։ Քող եմ եղինչ։ Մաքուր տեղից։ Շոքոցոն կոյտրո։ Իչ, բանց հելար։ Իչի։ Հելար իչի։ Ինչի հելար։ Արի Սլարի օգնի, ոնց օգնեմ։ Արի թռնեմ գիրկես։ Պիտի նստես պպզած իշնես։ Արի թռնեմ գիրկես։ Իչի է։ Ձև մի տուրքես։ Հետա տենց, կամած ոտմոտը չջարդես սղաս։ Ինչը լիրիկվա պոչին արևը դուրս եկավ։ Ասեմ իրիկվա պոչին ինչը արևը դուրս եկավ, են որ հիմա հողամասն ենք, լավ կաշխատեինք։ Սիրելի հետևորդներ, օրվա վերջ, են որ բոլոր գործերից համարյա թե պրծել եմ ու ինչ եմ ձեզ ուզում ցուցադրել։ Տեմուի պատվերներ։ Սա պայուսակ եմ պատվիրել կտորից։ Հարմար է, ինչ որտեղ գնամ իմ հետ նկարելու գործիկ, մործիկ, սարք, սուրք դնեմ մեջը ու գնամ։ Ես էլ լավ է, առանձին գրպանով, ցեփով, հարմար բան։ Ինքան է լավն է որակը։ Կարելի ասել են մի պայուսակիցս ավելի լավ որակով, շատ մաչելի գին, շատ էժան, շատ էժան։ Են որ տենց գնով չես կարող առնել ու նայեք տեսեք, ինչ է լավ կարած է։
Շատ լավն է, հավանում եմ այդպես։ Նաև կա Տեմույում, խոսքի Տեմույում կա ինչ-որ մի ծրագիր, որ դու ուզում ես այս պայուսակի վրա քո ընտրած պատկերը լինի կամ քո անունը լինի։ Ես ուղղակի այս ձևի էի ուզում, այս տեսքի կարճ կանթերով տենց չէի ուզում, դրա համար այդպես չպատվիրեցի, ինչ կա, էս էլ է լավ, ծաղիկ, ծաղկունք, թիթեռնիկ։ Ահա, սա պայուսակս, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ինչ եմ պատվիրել, ստացում էի, որ սա այսպես բացվում է, որ մենք նկարում, որ բացում ու լցնում են, այդպես կար, ես այդպես եմ նայել, մի խոսքով խաբնվեցի ռեկլամի, սիրելի հետևորդներ, հիմա սա չի բացվում, ինքը սենց կպած բանա, չի բացվում սա, ու այս անցքից պետք է լցնեմ, հիմա մտածում եմ ոնց եմ լցնելու, բերեմ միասին փորձենք, օրինակ սա հնդկածավար է, գրեչկան դնում եմ ու դարակի մեջ մեկը շուռ է գալի ու այս անցքից թափվում է, դե թափվում է ամբողջ դարակը մեկ է տեսար խառնվում է իրար, հիմա սա ես ոնց լցնեմ այստեղ, էս է խնդիրը, սրա խնդիրը սա է, եթե իմ ներվերը չհերիքեց, ուրեմն սիրելի հետևորդներ, ես սա հետ վերադարձ կանեմ, ես այդքան էներգիա չունեմ, ահա չէ, մենակ թե չբացվի, նազո, դե արի լցվի, այ քեզ բան, այ քեզ չարչարանք, չէ աստված ջան, ես իմ խելքի բանը չի, այս պետք է բացովի լիներ, Նազո ջան, ներվերդ խնայի, ժամանակը ոսկի է, պետք է մեկը պահի, տեսնենք, կլծվի, չի լծվի, հետ չէ լծվի, բայց օրենքով է սիպտի, Die Schlauchsen vorher. Hä? Und die Schlauchsen. Ուր, Ասելու։ այդին առել եմ ինձ համար, Ոչինչ չկա։ Սան դաժակ քորեր, էս ամառներ, մոշ, մալինա, կլուբնիկ։ դիլի տես ոնց լցնեմ, Chicken. Մենը։ Յանք շատ դժվար բան։ Ես այդքան ներվեր չունեմ, Էսի հետ վերադարձ գնաց, կամ է կմտածենք, վա, տեսնեք թափենք, սիրելի հետևորդներ, կլցնենք թե հանրադարաթոյթը անենք, չէ, ես կամ էլ եսքան սենց վերցեմ, լցնեմ, իմաստը, բացվեր, ասենք հա, չէ լավ, այնպես որ դուք է չառնեք, հանկարծ տեսնեք, չխապնվեք ինձ նման ռեկլամին, դուք էլ վերցնեք, առնեք հեչ, հարմար չի, ճիշտ է, ինքը եթե բացվեր, սիրուն լցներ ու փակեր, շատ հարմար բան է դարակում պահելու, բայց դե լավը չի, սա հետ վերադարձ կանենք, մեզի նման բան պետք չի,
գրեչկան թափավ, ասա տարդիր դարակը, թո դարակից թափվի մի քիչ, ոչինչ։ Էտենց, ստոպրակը ինչա։ Այսի ես բերեցի, դրեցի այստեղ, բան պետք է փաթեթավորը, մասուրի ջեմն է, սիրելի հետևորդներ, մասուրի ջեմ է, նայեք, լավ եմ նկարել, նման է, չէ, մասուրին, ազելինս, իմ պատրաստած մասրամածունն է, տեղ եմ ուղարկելու, որպեսզի ինքը չկոտրվի, ես առավոտը կփաթեթավորեմ, ես հարմար փափուկ թղթեր են, 2 հատ եմ դրել, բան կան այսպես, սիրուն այսպես կանեմ, լավա չէ, ասեք որ ընտիրա ու ամեն հարմարություն էլ ստեղծում ենք, են որ խանութից ինչ ենք առնում, կանանչի բան ենք առնում, չէ, ես ռեզիններն էլ եմ պահում, կարակի մի անկյունում հավաքում եմ, այսպես ես ներքևից էլ, ես ասենց փաթեթավորենք, ահա, ճանապարհին մարդ ես էլ, որ չկպնի, բան չլինի, չկոտրվի, ասեք, որ լավ մտահղացում էր, և նաև սա եմ ուղարկում, մայրամախոտը, չգիտեմ, սիրելի հետևորդներ, ձայն չեք անում, մենակ 2 հոգի են գրել, որ շատ լավն էր, մոքսի դեպքում օգտագործել են ու արդյունքից շատ գոհ են, գրեմ խնդրում եմ գրեք, տեսնեմ էլ ովքեր են փորձել, հավանել եք, չեք հավանել, գրեք մեկնաբանություններում, եթե հավանել եք, էլի գրեք, չեք հավանել, էլի գրեք, դա ձեր իրավունքն է, ձեր կարծիքն է, էսի գնենք մեջը կվերցնենք կլվանանք, ասա մեզի պետք չէր, Ոչ էլ պետք չէր, այսօր էլ մայրամախոտ եմ հավաքել, սիրելի հետևորդներ, էլի ինձի գցեցի սարը, հավաքեցի, ինքան լավն են, շատ, սա էլ արագ մի հատ մաքրեմ լցնեմ սինին, որ չորանա, բայց, ոյ վաղը, ով էլի շատ են գործերս լինելու, վաղը պետք է զատիկի կուլիչ պատրաստեմ, կատնահունց և այլն, խառը գործեր, ինքան հավեսա, ուզում եմ ասեմ երեխու գործ, կասեք բա ուր են երեխեք ինչի չեն օգնում, պակաս երեխա եմ, մարդ ինչքան մեծանում է, այնքան երեխա է դառնում, ես էլ իմ մամայի երեխան եմ, այդպես, այսի պիտի մինչև չմաքրեմ, ես քնողը չեմ, և ձեզ էլ ասեմ բարի գիշեր, լավ մնացեք, լույսը բացվի, բարին հետը, ես էլ տեսնեմ վաղը ինչ հավեսին վլոգ եմ նկարելու, որ ձեզ ներկայացնեմ, եմ ուզում, որ միշտ ուրախ լինեք, ձեր ընտանիքով, թոռով, ծոռով, երեխաներով, վայքի բարբառով էլ ասած, ճժով, պժով, նավարով, երջանիկ լինեք, ուրախ լինեք, առողջ լինեք, բարին ընդ ձեզ, լավ եղեք, Աստված օրհնի ձեր ընտանիքը